Ողջույն։ Այսօր մենք խորասուզվելու ենք մի թեմայի մեջ, որը համացանցի բուն հիմքն է, բայց հաճախ սխալ են կալվում, խոսքը HTML-ի մասին է։ Այո, եւ մեր նպատակն է հասկանալ ոչ թե ուղղակի ինչ է այն, այլ ինչպես է կառուցվում web edge-ը, ինչ է իրենից ներկայացնում դրա կմախքը։ Եվ որ ամենակարևորն է, մենք կպարզենք, թե ինչու HTML-ը ծրագրավորման լեզու չէ, այլ նշագրման։ Դա շատ հիմնարար տարբերություն է, այնպես չէ՞։ Բացարձակապես, HTML-ը, ասենք, հաշվարկներ կամ գործողություններ չի կատարում։ Այն պարզապես նկարագրում է բովանդակությունը, ասում է բրաուզերին, սա վերնագիր է, սա պարբերություն, իսկ սա ցանկ։ Այսինքն, մենք այսօր բացահայտում ենք web edge-ի տրամաբանական կառուցվածքը եւ մի կարևոր կետ, կենտրոնանում ենք բացառապես կառուցվածքի վրա, ինչ կա edge-ում։ Իսկ թե ինչպես է դա երևում, գույնը, չափը, տարատեսակը, դա արդեն մեկ այլ տեխնոլոգիայի CSS-ի խնդիրն է։ Այս երկուսը պետք է հստակ առանձնացնել։ Դե ինչ, եկեք սկսենք։ Լավ, եկեք սկսենք ամենահիմնականից։ Երբ մենք նայում ենք HTML կոդին, տեսնում ենք այս անկյունային փակագծերով գրառումները։ Դրանք թեգերն են, օրինակ P կամ H1, բայց կա նաև տառ հասկացությունը։ Այո, եւ դրանց տարբերությունը հասկանալը շատ կարևոր է։ Թեգը պարզապես նշումն է։ Օրինակ pen բացվող թեգ է, իսկ pen փակվող։ Իսկ տառը այդ ամբողջությունն է։ Հենց այդպես։ Բացվող թեգ, դրանց միջև գտնվող բովանդակություն եւ փակվող թեգ։ Օրինակ P սա տեքստ է։ P ամբողջը միասին P տառն է։ Կան նաև տարրեր, որոնք փակվող թեգ չունեն, չէ՞։ Իհարկե, օրինակ տողադարձի համար նախատեսված BR-ը։ Դրանք ինքնափակվող են։ Հասկանալի է, իսկ ինչ են ատրիբուտները։ Օրինակ հղման թեգը A-ը առանց ատրիբուտի, կարծես թե անիմաստ է։ Ուրեմն ատրիբուտները լրացուցիչ տեղեկություն են տալիս տառի մասին եւ գրվում են բացվող թեգի ներսում։ A թեգի դեպքում href ատրիբուտը ցույց է տալիս, թե հղումը ուր պետք է տանի։ Առանց href-ի բրաուզերը պարզապես չի իմանա ինչ անել։ Ճիշտ այդպես, մեկ այլ օրինակ է target blank ատրիբուտը, որը նշում է բրաուզերին հղումը բացել նոր edge-ում։ Այսինքն, ատրիբուտները տարերին տալիս են կոնկրետ գործառույթ կամ, ասենք, պարամետր։ Շատ լավ, անցնենք առաջ։ Ցանկացած HTML5 edge ունի ստանդարտ կմախք։ Ամեն ինչ սկսվում է doc-type HTML հայտարարությունից։ Ինչու է սա այդքան կարևոր։ Սա ազդանշան է բրաուզերի համար, դուք ասում եք նրան, որ գործ ունեք ժամանակակից HTML5 ստանդարտի հետ։ Սա օգնում է բրաուզերին ընտրել ճիշտ մեկնաբանման ռեժիմ եւ խուսափել հին ստանդարտների հետ կապված սխալներից։ Դրանից հետո արդեն գալիս է HTML տառը, որի մեջ տեղադրվում է ամբողջ edge-ը։ Այո, եւ հետաքրքիր է զայն hy ատրիբուտը, որը նշում է, որ edge-ի հիմնական լեզուն հայերենն է։ Սա շատ օգտակար է որոնողական համակարգերի, այսինքն SEO-ի համար, եւ հատկապես էկրանային ընթերցիչների համար, որոնք օգնում են տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց։ Շատ լավ։ Թեջիմա, ամբողջ փասփաթուղթը բաժանվում է երկու մեծ մասի՝ head եւ body։ Head-ը կարծես edge-ի ուղեղն է։ Այնտեղի տեղեկությունը մենք չենք տեսնում, բայց այն կրիտիկական է։ Հենց այդպես։ Այնտեղ տեղադրվում է ծառայողական տեղեկատվություն։ Օրինակ, meta-charset թավեն UTF օտվիցին սա երաշխավորում է, որ հայերեն տառերը ճիշտ կարդացոլվեն եւ չեն վերածվի անհասկանալի սիմվոլների։ Իսկ meta-name viewport content with equals device with initial scale 1 տողը, սա արդեն ժամանակակից վեբի համար կարծես կենսական նշանակություն ունի։ Կենսականից էլ ավելին։ Այստեղ է ամենահետաքրքիրը։ Երբ բջջայինով բացում ես կայք, եւ այն այնքան մանր է, որ պետք է անընդհատ մեծացնես, նշանակում է այս տողը բացակայում է։ Մեծ հավանականությամբ այո։ Այս տողն ասում է բջջայինի բրաուզերին։ Edge-ի լայնությունը հարմարեցրու սարքի էկրանի իրական լայնությանը։ Առանց դրա ինքը կարծում է, թե մեծ մոնիտոր է։ Հա, հետո պարզապես փոքրացնել այն։ Արդյունքում տեքստը դառնում է անընթեռնելի։ Իսկ title-ը սա այն վերնագիրն է, որը երևում է բրաուզերի ներդիրում, այսպես ասած tab-ում։ Այո, եւ էջանիշներում, bookmarks, շատ կարևոր է SEO-ի տեսանկյունից։ Շատ լավ։ Անցնենք տեսանելի մասին, body-ին։ Այստեղ հիմնականում տեքստ է, կան վերնագրեր H1-ից մինչև H6։ Կարևոր է հիշել, որ դրանք պետք է օգտագործել ոչ թե պարզապես տառացափի համար, այլ edge-ի տրամաբանական հիերարխիան ցույց տալու համար։ H1-ը գլխավոր թեման է, H2-ները դրա բաժինները եւ այլն։ Խիստ հիերարխիա է։ Իսկ սովորական տեքստի համար օգտագործվում է P, պարբերություն։
Այն տրամաբանորեն առանձնացնում է մտքերը։ Այո, բայց երբեմն մարդիկ ուզում են պարզապես նոր տող սկսել, առանց նոր պարբերության։ Դրա համար կա BR tag-ը, բայց այն պետք է շատ զգույշ օգտագործել։ Ինչու՞։ Որովհետև այն նախադեсված է այն դեպքերի համար, երբ տողադարձն իմաստային է, օրինակ բանաստեղծության կամ հասցեի մեջ։ Այն դիզայնի համար օգտագործելը սխալ պրակտիկա է։ Հասկանալի է։ Հիմա անդրադառնանք շեշտադրումներին։ Մենք սովոր ենք տեսնել թավ, B եւ շեղ I տառեր, բայց HTML5-ն առաջարկում է strong եւ M։ Որն է տարբերությունը, եթե արդյունքը նույնն է։ Տարբերությունն իմաստային է։ B-ն ուղղակի ասում է դարձրու սա թավ։ Սա տեսողական հրահանգ է։ Իսկ strong-ը Իսկ strong-ն ասում է այս հատվածը շատ կարևոր է։ M-ն էլ ցույց է տալիս ինտոնացիոն շեշտադրում, թեև արդյունքը տեսողականորեն կարող է նույնը լինել։ բայց իմաստը տարբեր է։ Հենց այդպես։ Strong եւ M թեգերն օգտագործելը շատ ավելի ճիշտ է, քանի որ դրանք իմաստ են փոխանցում եւ որոնողական համակարգերին եւ էկրանային ընթերցիչներին։ Կառուցվածքը պետք է մաքուր լինի ոճային հրահանգներից։ Եվ վերջին կառուցվածքային տարրը, որին այսօր կանդրադառնանք, ցանկերն են։ Դրանք երկու հիմնական տեսակի են՝ համարակալված եւ չհամարակալված։ Այո, եթե կետերի հերթականությունը կարևոր է, ասենք, բաղադրատոմսի քայլեր կամ հրահանգ, ապա օգտագործում ենք համարակալված ցանկ all, ordered list։ Իսկ եթե հերթականությունը կարևոր չէ, օրինակ գնումների ցուցակ։ Այդ դեպքում օգտագործում ենք չհամարակալված ցանկ UL, unordered list։ Երկու դեպքում էլ ցանկի յուրաքանչյուր կետ նշվում է LI, list item tag-ով։ Հնարավոր է ցանկի մեջ ցանկ ունենալ։ Այո, դրանք կոչվում են ներդրված ցանկեր։ Կարևոր է հիշել մեկ կանոն, նոր UL կամ all ցանկը պետք է տեղադրվի հենց այն LI տառի ներսում, որին այն պատկանում է։ Ոչ թե դրանից դուրս։ Ոչ թե դրանից դուրս, այո։ Սխալ կառուցվածքը կարող է հանգեցնել անսպասելի եւ սխալ արտացոլման բրաուզերում։ Շատ լավ։ Այսպիսով եկեք ամփոփենք։ HTML-ը վեբեջի կմախքն է, որը նկարագրում է բովանդակության կառուցվածքն ու իմաստը։ Եվ ամենակարևորը, որ կառուցվածքը HTML-ը եւ արտաքին տեսքը CSS-ը պետք է իրարից հստակորեն առանձնացվեն։ Մենք տեսանք HTML5 փաստաթղթի անատոմիան, սկսած doc type-ից մինչև head-ի կարևորագույն կարգավորումները։ Այո, ինչպիսիք են UTF-8-ը եւ viewport-ը, որոնք ապահովում են ճիշտ ցուցադրում բոլոր սարքերում եւ իհարկե քննարկեցինք տեքստի եւ ցանկերի միջոցով տեղեկատվությունը տրամաբանորեն կազմակերպելու ճիշտ մոտեցումները։ Այս ամենը ստեղծում է edge-ի հիմքը, բայց մինչ այժմ մենք խոսեցինք ըստ էության ստատիկ բովանդակության մասին։ Հիմա, երբ դուք արդեն հասկանում եք edge-ի կառուցվածքը, մտածեք մի պահ։ Ինչն է սովորական տեքստը վերածում հիպերտեքստի։ Հենց դա։ Որ տարրն է ստեղծում այն կապերի ցանցը, որը մենք անվանում ենք համաշխարհային սարդոստային, ինչն է թույլ տալիս մեզ ճամփորդել edge-ից edge։ Այս հարցի պատասխանը կլինի ձեր հաջորդ քայլը HTML-ն ավելի խորը հասկանալու ճանապարհին։